Ինչ վերաբերում է Անիֆին, գիտեք, ես թվեր եմ հրապարակել 3 ժամ տևած իմ մամուլի ասուլիսի ժամանակ, կոնկրետ ֆինանսական թվեր, այդ քաղաքասարակության ներկայացուցիչներից որևէ մեկը, ներառյալ հետաքննական լրատվականները, թվերին անդրադարձ չկա, 0 անդրադարձ կա իմ բարձրաձայնած թվերին, որով կոնկրետ պնդումներ եմ արել ու հարցեր եմ բարձրաձայնել ու հարցականի տակ եմ դրել այդ ամբողջ այդ բանի թեզերի հեղինակների թեզերն եմ հարցականի տակ դրել։ Դրան անդրադարձ չկա, ինչ որ տենց գիտեք ածանցալ, ասենք կնոջ ընկերուհին բաներ, իրանք ասենք 7 ամիս առաջ չէին ծանոթացել 1 տարի 3 ամիս առաջ չէին անլուրջ, գիտեք ես երբ որ այո հարցակնվել եմ ամբողջ տվյալները եւ տեղեկատվությունը տվել եմ, գիտեք ես ուզում եմ մենք բոլորս մեր աշխատանքը հարգենք։ Ես ուզում եմ, որ եթե որևէ մի լրատվական իրեն փաթեթավորում է որպես հետաքննական, իրապես զբաղվի հետաքննությամբ։ Ես արդեն ասացի, էլի մոտավորապես իմ վերաբերմունքը կարակ չմեջ բերեք, հա, հլը ասեք, հլը Լավ Ժորժ ջան, դուք լուրջ եք ասում։ Ուրեմն, չէ, բայց իրականում դուք լուրջ այս հարցը տալիս եք, այսինքն վարչապետը ասում է կուսակցականներին, ասում է հարգելիներս խնդրում եմ մասնակցեք մեր կուսակցական հանրահավաքին, առաջարկեք ձեր ընկերներին, հարազատներին, մեր կներեք մի րոպե, համակիրներին եւ հստակ շեշտում է ասում է բացառել վարչական ռեսուրսի կիրառումը։ Ժորժ, հիմա կներեք, դուք խոսում եք վարչապետի հայտարարության մասին, խնդրում եմ մի քիչ ավելի շատ խոսեք եւ գովազդեք եւ այդ թափանցիկությունը եւ ազնվությունը թող բոլորը իմանան։ Այլ տեսեք, յուրաքանչյուր դեպքում, յուրաքանչյուր մարդ, ես բացառում եմ, որ իմ ենթակաները վարչապետի կոչը կամ որևէ մեկը, մենք այդ վարչական ռեսուրս կիրառելու լինեինք, այդ ընտրությունների ժամանակ կկիրառեինք, էլի։ Պարոն Ավինյան, շենգավիթի նախկին արդեն քաղաքապետ Ռազմիկ Մկրտչյանի հետ դուք խոսակցություն ունեցել եք եւ արդյոք դուք եք իրեն որդորել, որ քաղաքացիական պայմանագրից հեռանա եւ ընդհանրապես Տիգրան Բակայանին ենթադրաբար ծեծի ենթարկելու վերաբերյալ հետ խոսել եք եւ այս նորանշանակ քաղաքապետը ինչու է արժանացել Շենգավիթի քաղաքապետ նշանակվել Տիգրան Բակայանին մասնակցող, որովհետեւ ինքը Շենգավիթ վարչական շրջանից չէ եւ նաեւ բնակիչների դժգոհություններն են։ Տեսեք, ես իրականում առհասարակ առաջնորդվում եմ մարդու արդյունքի եւ արդյունքի նկատմամբ արդյունքին հասնելու նպատակասլացությամբ առաջին հերթին, երբ որ անում եմ որևէ նշանակում, ինչ վերաբերում է պարոն Մկրտչյանի հետ խոսացել եմ թե ոչ, այո խոսացել եմ, չեմ հորդորել իրեն որևէ բան անել, պարոն Մկրտչյանի հետ ունեցել ենք խոսակցություն միջադեպի վերաբերյալ, ես հայտնել եմ իմ վերաբերմունքը, բայց նաեւ ուզում եմ միանշանակ, բայց ուզում եմ նաև հատուկ շեշտել, որ այս միջադեպից անկախ, որը իր ընթացքով իրավական ընթացքը ունի գնում է, նաև ուզում եմ գնահատել իր արած աշխատանքը վերջին 7 տարիների ընթացքում, որովհետև իրականում ես էլ իր հետ աշխատանքում մեր վերջին տարիների ուղղակի կարող եմ միայն դրական ասել աշխատանքի մասին։